Նոր եւ լավ գաղափարները ծնվում են ժամանակի պահանջով։ Այնինչ անհրաժեշտ է այսօր հնարավոր է իրագործել, երբ կա ժողովրդավարական համախմբում։ Սուրեն Պետրոսյանի ղեկավարած ժողովրդավարական համախմբում կուսակցությունը ողջունում է այն բոլոր ծրագրերը, որոնք ժողովրդի սրտից են բխում։ Հենց այդպես են ստեղծվել կուսակցության համագործակցությունը այն կառույցների հետ, որոնք մտածում են ժողովրդի մասին եւ ունեն լավագույն առաջարկներ։ Վերջի հանդիպումից հետո որոշումը կայացվեց, որ Հայաստանի Հանրապետության թե 5 մարզերում եւ թե խոշորացված համայնքներում, մասնավորապես քաղաքներում, Երևան քաղաքում, Արարատ, Արտաշատ, Մասիս, Արմավիր, Մեծամոր, Կալինինո, Տաշիր, Աշտարակ, Թալին, Ապարան, այս համայնքներում, որտեղ խիտաբնակեցված եզդիներով, պարտադիր համայնքում պետք է լինի եզդի ներկայացուցիչ, որի դուռը անպայման պետք է օրվա ցանկացած ժամին ծեծվի։ Մեր եզդիների մոտ բնավորություն կա, չնայած հայերի մոտ կա նույնը, եթե պետք է լինում գիշերը տունել են դնում, ասում են եղբայր, այս հոգսը ունեն։ Մենք մի անգամ ենք հանդիպել, երևի թե մոտ 2-3 շաբաթ առաջ ու կրկնակի հաճելիա եւս մեկ անգամ ավելի ընդլայնված կազմով հանդիպելը, որ հնարավորություն ունենանք նաեւ փոխանակվենք մտքերով եւ ամենակարևորը մեր ապագայի տեսլականը միասին կարողանանք քննարկել ու նաև միասնական ճանապարհով գնանք։ Մեր հանդիպման առանցքը պարոն Իսայանի գլխավորությամբ եւ պարոն Սադոյանի ամբողջությամբ այլի մասին է։ Մեր տեղի ու դերի վերաիմաստավորման մասին է ամբողջությամբ։ Մեր խորին համոզմամբ մասնավորապես եզդիական համայնքը, ով մեր հետ հավասար արյունաթափել մեր պետության, մեր հայրենիքի համար, համարժեք չափով ներգրավված չի մեր պետականաշինության գործում։ Սուրեն Պետրոսյանի նախընտրական հանդիպումը եզդիական համայնքի հետ ժողովրդավարական համախմբում կուսակցության գաղափարախոսության համատեքստում էր։ Առանցքային թեմաների քննարկման ընթացքում ներկայացվեցին կուսակցության ծրագրային դրույթները, ազգային փոքրամասնությունների հանդեպ սկզբունքային մոտեցումները։ Արդյոք մենք յուրաքանչյուրս այստեղ ներկաներս պատրաստ ենք փոփոխության ու ամենակարևորը մեր մասնակցությունը պատրաստ ենք ցուցաբերել եւ դնել այդ փոփոխությունների մեջ, թե ոչ։ Որովհետև այս փոփոխությունները այս պարագայում չի բխում միայն 1, 2, 3 հոգու շահից։ Սա անգամ պատմական նշանակություն ունի։ Ինչ ճանապարհով ենք գնալու մենք որպես բարեկամ ժողովուրդներ։ Սահմանափակվելու ենք այն իրավիճակով, որ ունենք, թե ամբողջությամբ վերանայելու ենք մեր ընդհանուր միասնական ճանապարհը։ Մենք ինչքան է փորձենք ասել, գիտեք ինչ, մենք իշխանություն եղած ժամանակ եզդիական համայնքի համար կանենք այն առավելությունների մասին կխոսենք, բայց որևիցե մեկը ավելի լավ չի կարող ներկայացնել եզդիական համայնքի խնդիրները ու առավելագույնս եզդիական համայնքի եւ ժողովրդի շահը ավելի լավ չի կարող սպասարկել, քան հենց եզդի ժողովրդի զավակները։ Փոխադարձ վստահության շրջանակներում միացյալ որոշում, այո, Արմավիրի մարզում եզդիական համայնքը կարող է ներկայացնել մարզպետարանը որպես փոխմարզպետ Սիաբանդ Մըստոյի Սալոյանը, Պայեստազորի մայոր։ Ինքը զբաղեցրել է Կուբատնուի Կովսականի թիկունքի պետի պաշտոնը, այսինքն իր օրոք մոտ 1500-ից ավել զինվոր ամեն մի պրիզիվով սոված չի մնացել։ Եթե պետությունը վստահել է պարոն Սալոյանին նմանատիպ պատասխանատու աշխատանք, ուրեմն մենք բոլորս կարծում եմ մենք կարող ենք Արմավիրի մարզի փոխմարզպետի թեկնածությունը պահանջատիրոջ իրավունքով վստահեն պարոն Սադոյանին, ոնց եք կարծում։ Բոլորիս հետ խորին շնորհակալություն հայտնում այսօրվա այս միջոցառմանը ներկա լինելու համար անձերս պարոն Պետրոսյանից եւ բոլոր նրանցից, ովքեր այս հարցը առաջ են քաշել, որ պետք է տեսնի, ես ուրիշ շնորհակալություն եմ հայտնում։ Ողջունելով Սիաբան Սադոյանին բարձր գնահատականի արժանանալու համար Արմավիրի շեյխ Տոսունը նշեց, որ կառավարության համակարգում եզդիական համայնքի ներկայացուցիչներին ընդգրկելը մեծ քայլ է ժողովրդավարական համախմբում կուսակցության կողմից հայկական ուժեղ պետություն կերտելու ճանապարհին։ Շեյխը անդրադարձավ նաև եզդիների կրթությունը բարձր հիմքերի վրա դնելու խնդրին, ինչը մեծ դեր ու նշանակություն կունենա ազգային փոքրամասնության կենսամակարդակի բարձրացման, ժամանակի հետ համընթաց քայլելու
եւ հասարակության շրջանում տեղ ու դիրք ունենալու հարցում։ Յարոսլավլի եզդիական համայնքի ներկայացուցիչ Նադեր Հասոյանը նույնպես կարևորեց կրթությունը որպես զարգացման եւ առաջընթացի հիմք։ Իսկ այդ հարցում ժողովրդավարական համախմբում կուսակցությունը արդեն իսկ քայլեր է կատարում, նշեց Հասոյանը։ Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ Եզդիների տուն ազգային շարժման նախաձեռնող խմբի կողմից իրականացված հարցումների շրջանակում Կոտայքի մարզի փոխմարզպետի թեկնածուներ են դիտարկվում Եզդիների միության նախագահ Խլեր Հաջոյանը եւ երիտասարդ Եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը։